Ողջույն, ուզում եք պատրաստել պարզ և միևնույն ժամանակ արագ պատրաստվող աղցան, ուրեմն դուք ճիշտ տեղում եք, քանի որ 10 րոպե խոհանոցում հաղորդաշարի միջոցով մենք պատմում ենք ձեզ այն բաղադրատոմսերի մասին, որոնք պատրաստվում են շատ արագ։ Հիմա առաջարկում եմ պատրաստել ծովախեցգետնով աղցան, որը միանշանակ հետաքրքրություն և թարմություն կապահովի ձեր սեղանին։ Հիմա մոտիկից արդեն բաղադրիչները ներկայացնեմ, թե ինչ է անհրաժեշտ տվյալ աղցանը ստանալու համար։ Մեզ անհրաժեշտ է եգիպտացորեն, համեմ կամ խառը կանաչի, կիտրոն, ծովախեցգետնի փայտիկներ, թթվասեր, մայոնեզ, աղ և սև պղպեղ։ Այսքանն էր միայն անհրաժեշտ և մենք կարող ենք սկսել։ Սկզբից պատրաստենք սոուսը, որը պետք է պատրաստենք թթվասերի և մայոնեզի խառնուրդով։ Մայոնեզը խառնում ենք թթվասերի հետ։ Եվ ավելացնում ենք աղ և պղպեղ, ըստ ցանկության։ Շատ լավ, այս ամենը մի լավ խառնում ենք։ Եվ մեր սոուսը արդեն պատրաստ է, ինչպես կարող եք նկատել։ Հիմա տախտակի վրա կկտրատենք ծովախեցգետնի փայտիկները։ Կարող ենք վերցնել միանգամից մի քանի հատ, որից հետո 2 կես ենք անում։ Եվ քանի որ պետք է ունենանք քառակուսիաձև կտորներ, ինչպես որ կանաչին ենք կտրատում, այդպես էլ այնուհետև այս ձողիկներն ենք կտրատում ու ստանում ենք մեր նախընտրելի չափսը աղցանի համար։ Կտրատում ենք ոչ շատ մեծ, ոչ էլ շատ փոքր։ Նույն հաջորդականությամբ անում ենք այդպես մինչև վերջ։ Եվ վերջին հատվածը, վերջին մասը նույնպես կտրատենք։ Հավասարեցնում ենք և մանրացնում։ Ահա և վերջ, այս ամենը կտրատեցինք և կարող ենք համարել, որ կեսը աղցանի արդեն պատրաստ է։ Հիմա կվերցնենք այսպիսի մեծ ափսե, որտեղ կխառնենք այս բոլոր պրոդուկտները։ Տեղավորենք նախ և առաջ ծովախեցգետնի փայտիկները կտրատված։ Կարող ենք անել ձեռքերով, կարևորը որ ձեռքերը մի լավ լվացած լինեն, կեղտոտ չլինեն։ Այնուհետև ավելացնենք եգիպտացորենի հատիկները։ Կարծում եմ այսքանը բավական է։ Մի փոքր ճզմենք լիմոն, կարելի է վերցնել ընդամենը կես լիմոն և այսպես ճզմել։ Շատ լավ, հիմա ավելացնում ենք մեր սոուսը։ Հիմա այս ամենը մի լավ կխառնենք և միայն վերջում կավելացնենք կանաչին։
Հիմա կկտրատենք արդեն մեր կանաչին։ Շատ չենք վերցնում, մի փոքր վերցնում ենք եւ շատ մանր հիմա պետք է կտրատենք այն։ Իսկ հիմա ավելացնում ենք վերջին մեր բաղադրիչը աղցանի մեջ։ Մնում է միայն խառնել եւ վայելել։ Վուալյա։ Շատերի համար այս աղցանը մանկության հուշ է, հետաքրքիր է, թե ինչպես է այն կոչվում ձեզ համար, գրեք մեկնաբանություններում, իսկ աղցանը ստացվել է շատ համեղ, իսկապես խորհուրդ եմ տալիս բոլորին փորձել, իսկ դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, ինչպես նաև հետևեք մեր Patreon-ին։ Այսքանը, շնորհակալություն։